Ես միշտ եղել եմ ուժեղ կամքով Ես ամուր եմ իմ մանկոտրում ոգով Իմ սարերով, բաղերով, կյամանչիլարերով, տաղերով Այո, սիրելի ունգընտիրներ, սիրելի Բելգահայի լսողներ և գերևի հետակային տիդողներ Այսօր մի փոքր մասով սկսա այս երգը ամենը հետակային պիտի լսեք ով է հյուրս Տիգրան է, ով Տիգրանը, Տիգրան Խանջարյան Բարի եկար Տիգրան Բարի երեկո Արիշ ջան, նախ եւ առաջ շնորհակալություն բոլոր Բելգիայի ռադիոյի խմբակիցներին կներեք ինձ հրավերքի համար, շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այսօր այստեղ ձեզ հետ։ Մենք շատ ուրախ ենք, արդեն քո երգերը գլսեինք եւ այլն, եւ գամ կորոնայի ժամանակին Facebook-ի վրա են գիտեն եւ գամ գիտողները, եւ գամ ես 2019-ին արդեն YouTube-ի վրա են քո երգերը մեր ռադիոգայանին, այնադեմ որ կամպուսն էինք, ռադիո կամպուս, հոնալ հնչում էին քո երգերը գհիշեն, բայց այսօր մասնավոր բարակամ ունենք, որ քեզ հետ գխոսենք, նոր երգեր դուրս պիտի կա, չէ՞, մի քիչ քեզի կոմասին ալ խոսենք, բայց Եգուր այսով սկսենք, ինչ որ լսեցին մի փոքր սկիզբը, երևի հաջորդ օրերը պիտի լսեն, չէ՞, նոր երգեր կա։ Այո, անպայման Արիշ ջան, ես մոտակա ժամանակները մեծ պրոյեկտ ենք ձեռնարկել եւ շուտապույտս 2-3 ամսվա ընթացքում մոտ 3-4 երգ նոր երգ պետք է պրեմիերա արվի եւ կասեմ որ շատ անակնկալներ կան, այսինքն այն ոճերի մեջ եմ հանդես գալու, որտեղ ես վստահ եմ, որ ինձ չեն սպասում, այնպես որ ժողովուրդ ջան սպասեք նորությունների, հաստատ վստահ եմ, որ ձեզ դուր կգա։ Հիմա ոճերեն բաց խոսեցար, անորմալ անալ գխոսենք, բայց Եգուր մի քիչ քո մասին սկսենք խոսել, որովհետև առաջին անգամ է որ Բելգահայ, նույնիսկ որ մենք ծանոթ ենք քեզ, գերևի մեզի լսողները, անանք գրնալ լալ, որ հայերը լան Բելգիային, որ ծանոթ չեն դակավին քեզի։ Քիչ առաջ կխոսենք, որ արդեն 25 տարի հոսես, ուրեմն Եգուր քիչ Տիգրանի մասին խոսենք, ով է Տիգրան։ Տիգրանը ես կասեի ամենակարևորը հասարակ մարդ, ես հասարակ մարդ, հասարակ ընտանիքից, մենք եկել ենք Բելգիա արդեն 25 տարի անց, ապրում եմ Բրյուսելում, միշտ ապրել եմ Բրյուսելում, սկսել եմ երաժշտությունը 2019 թվականից, բայց որոշ մարդիկ արդեն ծանոթ են իմ հայրիկին երաժիշտ Արմեն Խանջարյանին, որը արդեն զբաղվում էր երկարվեստով, եւ ես ուղղակի երևի դա էր իմ ճակատագիրը, որի շարունակեի իմ հայրիկի արվեստը։ Սկսեցի, ոնց ասեցի Կարիշ ջան, քիչ առաջ COVID-ի կարանտինի ժամանակ, երբ ես պատշգամբից երգում էի, եւ Աստծուն շնորհակալ եմ Աստծուն փառք, որովհետեւ դա ես չեմ կարող այսօր չնշել, որ դա ինձ շատ առաջ բերեց։ Իշնորհիվ բոլոր մեր հայերին, որը կիսվեցին իմ վիդեոներով, ինձ բարեմաղթանքներ ուղարկեցին, ջերմություն փոխանցեցին եւ դրա համար ես անպայման այսօր առիթից ուզում եմ օգտվեմ, շնորհակալություն հայտնեմ բոլորին, որովհետեւ առանց իրանց այս ամեն ինչը հաստատ չէր լինի։ Հետաքրքիր, որովհետև մինակ հայերը չէ, քո բադշկամեն լսողները, բոլոր քո հարևանները եւ գրեթե հոնդեղից բաժնվեցավ բոլոր Բրյուսելին, Բելգիային, մեզի հույս տվիր, հույս հավատք եւ սեր դուր գրամսել, հայրիկիդ մասին խոսեցար, մի հատ երգ կար, Խանջարյան սսելով YouTube-ի կոչ շենին վրա, որ նշենք, եթե ուզում եք լսել իրեն երգերը Տիգրան Խանջարյան, հոնդեղ ալգա Արմեն Տիգրան Խանջարը հայրու որդի, սելով, գեցի մի քիչ լսենք Onderic, Zidov. Կողքից կանգնած ես սարի վես Քեզանով հպարտ եմ տղեց Տարիներն աննկատանց է Դու լավանքեն ես ինձ դարձել Նպատակները քո սրտի Հաստատ գիտեմ, որ իրական դառնան պիտի Մի տանսյուն ենք հայրու որդի Պարզու բարի դեր աստված լույսը դու մեր տան Միշտ վար պահի տարիներ ասնում են գնում
Այո, մի քիչ լսեցինք հայրը որդի։ Երբ որ ես տեսած էի այս երգը, ասի գերեւի 1 տարի առաջ Հա, մոտավորապես Խանջարյանցը հայրը որդի իսկապես նույն շաբիգով եւ նույն ոճով, բայց շատ հետաքրքիր է։ Մի քիչ պատմեմ, հիմա որ գուզեմ մի քիչ իմանալ, որ ինչի մասին է, ինչի վրա աշխատես, երգերդ ինչպես կարձանակրես, գկրես եւ գամ միասին աշխատանքի հարցեր ունիս Բելգիկայից, որովհետև բայց հաջող գտեսնամ արդեն որ Հայաստան գերտաս ծրագիրներ, համերգներ ունիս, ինչեր ուրիշ այս վերջին մի տարվա մեջ։ Արիշ ջան, այս վերջին մի տարվա մեջ իրոք շատ արագ եղավ ամեն ինչ, համերգներ տարբեր երկրներում, ոնց քիչ առաջ ասեցի, հիմա եւս արդեն աշխատում ենք էլի նոր երգերի վրա, նոր պրոյեկտների վրա, շատ ցանկանում եմ, քանի որ ես ես 25 տարի ապրում եմ Բելգիայում, արդեն ցանկանում եմ ֆրանսերեն երգեր երգեմ, այնպես որ հիմա դրա վրա ենք աշխատում, այսինքն ես միշտ կերգեմ հայերեն, իմ հայ ժողովրդի համար, բայց գտնում եմ, որ արդեն պահն է, որ մի քիչ էլ մեր բելգիացիներին ուրախացնենք, ինչ կասեք Արիշ ջան։ Ճիշտ։ Արդեն մեզի շատ հարցնում են, հիմա անորամար գուզեմ քիչ մնալ ֆրանսերեն պատմենք իրենք, բայց եկո մի առաջ մենք մեր հաջույքը ունենք հայերենով խոսենք ինչ որ գուզենք խոսիլ մեր հայրենագիցներուն համար, հետաքրքիր է, մի ուրիշ հարց, ասի միտքս կուկար գերտար, որ Քենջի Շիրակի մի երգ կա, որ ասի cover ըրած էիս, եւ Հայաստան կլիպ ունի։ Ինչպես այսպես cover-ներուն մասին ինչ կխորիս, որովհետև մենք իբրև հայկական երգեր երբ որ գլսենք, գտեսնանք որ շատերը արդեն դուք գոհորինեք, գրես երգը եւ այլն, բայց այսպես cover-ները մեզ ավելի գմոդիգացին են երևի ժողովուրդները։ Ինչպես անցավ այսի դուք Քենջի Շիրակին հետ այսինքն ցանոթություն ունիս եւ այլն, ինչու ասիալ մեր հոստերի երբ որ գրեցինք Facebook-ի վրա որ այսօր դու պիտի կասոս ինձ ուղղակի հարցրեցին ճանաչում է Անկեղծ ասած չեմ ճանաչում Քենջին, ես ուղղակի Քենջի կարիերան, այսինքն ես չէ, բոլորս պետք է հարգենք, որովհետև Քենջին երևի են միակներից է, որ The Voice France-ը կրել է ու ինքը իրոք իր ճանապարհը շատ սենց պայծառ ապագա էլի կարելի է սենց ասել, որովհետև ինքը իրոք The Voice-ից հետո շատ մեծ բեմեր ձեռք բերեց, շատ հաջողություններ ձեռք բերեց, եւ ես իրան միշտ հետևել եմ սկզբից, սա փոքր գաղտնիք է Արիշ ջան, ձեզ եմ ասում, միշտ ես ինձ պատկերացրել եմ իր տեղը, այսինքն այդ կարիերան, որի ինքը անցել է, ես սենց իրան նայելով երևի մի 6-7 տարի առաջ էր, երբ ինքը հաղթահարեց The Voice-ը, այդ տարիներին չէի երգում, ուզում էի սկսել երգել եւ իրոք sense մեջս sense փոքր գաղտնիք ունեմ, այդ ժամանակ ես ինձ մի քիչ պատկերացրեցի Քենջի Շիրակի տեղը։ Եվ այդ cover-ը որ արեցի, Elmaeme երգն է, որը առաջին անգամ լսելուց իմ մեջ sense տպավորվեց ու ինչ որ բան արթնացրեց, չգիտեմ, թե բառերը, թե մելոդիան եւ ասեցի բերեք մի քիչ մելիզմները, չգիտեմ, նկատած կլինեք, մի քիչ այդ Elmaeme-ի մեջ մելիզմները ես թեքել եմ դեպի հայկական։ Մելիզմները sense մի քիչ հայկական է, բայց ոչ շատ, որ համ բելգիացին էլ, այսինքն ֆրանսիացիները, բելգիացիները չէ, համ իրանք էլ սիրեն, համ մեր հայերը սիրեն, չգիտեմ, ստացվել է, չի ստացվեց, արդեն դուք ասեք, բայց ինձ թվում է տեմբրալներ նման է իմ ու Քենջին է, այնպես որ ինձ թվում է մարդկանց դուր եկա։ Իսկ Եգոր, երբ որ խոսեցանք, հիմա ասանք ֆրանսերենով եւ գամ երբ որ արտահայտվենք, պետք է արտահայտվենք, որովհետեւ մեզի ճանչնան, qu'est-ce que tu penses aujourd'hui? Alors, on tourne un peu français. Et maintenant, aujourd'hui, on est ici dans le studio de Belga High avec Dikran Khanjarian. Alors, peut-être vous connaissez Dikran dans le Facebook ou le YouTube. On a écouté beaucoup pendant le corona, pendant le Covid, sur le balcon. Mais venez, on va voir un peu qu'est-ce qu'il fait aujourd'hui. Et dans 2 jours, on va écouter les nouvelles chansons de Dikran. Mais bienvenue, Dikran. Merci pour l'invitation encore une fois. Je suis très heureux
de me trouver ici avec toi, Aris, et avec toute l'équipe. Merci. Alors, tu sais, on part direct dans les sujets. Qui est Dikran? Oui, peut-être beaucoup de monde francophone, peut-être il ne connaît pas. Alors, dis-nous. Bah, pour faire bref, je suis d'origine arménienne, mais je vis ici depuis déjà 25 ans, donc je me considère entièrement comme citoyen belge. J'aime la Belgique tout court. Je fais de la musique depuis que je suis petit, mais là récemment, donc depuis 2019, j'ai entrepris de me lancer vraiment professionnellement dans la musique. J'ai hérité cela de mon papa. Et voilà, j'ai chanté pendant le Covid 44 jours d'affilée sur mon balcon. J'ai interprété 2 chansons par jour. Et voilà, comme je disais tout à l'heure, mais en arménien, donc je vais le répéter pour que nos auditeurs nous comprennent. C'est ce qui m'a propulsé vraiment au devant de la scène. Et maintenant, je fais tout pour dire que c'était pas un hasard et que je dois y arriver, quoi. Donc voilà, je trouve que le sort est entre mes mains et je vais faire de mon mieux pour y arriver. Alors, oui, on se connaît les chansons arméniennes, mais quand même, on a parlé en arménien un peu avant, qu'on a besoin aussi peut-être exprimer en français et chanter en français aussi. C'est comme ça, le grand public ça connaît. Mais qu'est-ce qui va venir? Dans 2 jours, je pense qu'il y a une chanson qui vient. Et après, tu as de nouveaux projets Voilà. qui t'as lancé. Dis-nous un peu de projet. Dans 2 jours, j'ai une nouvelle chanson qui va sortir. Ça s'intitule... en fait, c'est bizarre, je sais, mais cette chanson a 2 titres. Un titre en français qui s'appelle Ansano Tarchik, c'est-à-dire La fille inconnue. Et par contre, on a donné un deuxième titre, c'est Caliente. Pourquoi? Parce que j'ai vraiment fait un mélange. J'ai fait un mélange, c'est-à-dire que j'ai chanté une partie de la chanson en arménien et la deuxième partie de la chanson, je l'ai chantée en français. Ce qui est aussi chouette dans la chanson, c'est que j'ai un peu mélangé les couleurs et les instruments arméniens, hein, la clarinette qu'on a, le doudouk et tout ça, avec un beat un peu plus international, je dirais, plus francophone, plus belge. Donc voilà, j'espère tout simplement que le mélange... vous plaira. Voilà. Donc je fais une petite transition, comme je disais là tantôt. Je vais commencer à plus chanter en français. Et la transition se fait doucement parce que je fais d'abord une partie de chanson et peut-être que la prochaine fois, ce sera entièrement en français et qu'en français. Donc. Mais c'est sûr que ça viendra. Et dis-nous un peu le procès, comment tu arrives à créer les chansons et avant de chanter les clips et tout. Et ça, c'est beaucoup de travail. Hein. Avant notre entretien, on était en train de parler qu'on ne travaille pas. Oui. Mais explique-nous pourquoi on ne travaille pas. Oui, c'est vraiment rigolo parce qu'on parlait hors antenne avec Alice. Il me dit et sinon, à part ça, qu'est-ce que tu fais dans la vie? Je dis je ne travaille pas, mais en fait, si, on travaille. Alors pourquoi on dit on ne travaille pas? Parce que Alice comme moi-même, on aime notre métier, donc on a l'impression que c'est pas un travail et je souhaite vraiment à tout le monde, à tous nos auditeurs d'un jour faire un travail qu'ils aiment tout simplement. Moi, il y a encore quelques mois, je travaillais dans l'administration et voilà, j'ai tout quitté parce que je me suis rendu compte que c'est la musique, je ne vis musique, je dors musique, je me réveille musique, donc voilà. Ici, une petite phrase et après j'arrête. Saisissez votre destin et si vous avez quelque chose à faire et que vous sentez que vous devez le faire, lancez-vous. N'hésitez pas une seule seconde. Et alors, comme tu donnes comme ça, les gens, ils veulent lancer quelque chose, ils veulent faire. Alors, comment tu as commencé à chanter? Explique un peu. Moi, c'est assez spécial parce que c'est vrai qu'on n'en a pas parlé, j'ai été footballeur professionnel, moi. Donc, j'ai joué au football, j'ai fait énormément de sacrifices et puis, suite à une blessure, suite à plusieurs blessures répétitives, le médecin m'a annoncé que le sport à haut niveau, c'était terminé pour moi. C'est vraiment bizarre parce que depuis que je suis tout petit, j'ai l'impression que je suis né pour faire quelque chose sur scène. Alors, c'est vrai que le sport n'est pas en rapport avec la scène, mais c'est en quelque sorte une scène parce que y a des gens qui te regardent, il y a des gens qui t'écoutent. Moi, j'ai senti depuis petit que je suis fait pour ça.
Et donc, quand le foot s'est arrêté subitement pour moi, je me suis dit, mais qu'est-ce que je peux faire pour rester sur cette scène, pour rester sur la scène. Et c'est vrai que j'avais un talent depuis que je suis petit qui m'est venu de mon papa, qui est chanteur professionnel, qui chante toujours. Je me suis dit, mais j'ai une voix, je vais essayer de faire quelque chose. Et voilà, j'ai commencé petit à petit, comme je l'ai dit là tantôt, en 2019, en chantant ma première chanson qui s'appelle Sirun Yerevan, ma belle Yerevan, en référence à la capitale arménienne. Et puis après, tout de suite après, c'était le Covid et le balcon. Donc, comme je l'ai dit là tantôt, j'ai l'impression que le destin m'a souri et j'espère que ça va continuer. Alors, on écoute un peu chanson Sirun Yerevan? Avec plaisir. Oui. Allez, alors, on écoute Sirun Yerevan. Ճանապարհ ինձ բաժին ընկավ օտարավերու իմ բալենցնվար հողս է կարոտ սիրտս է կարոտ չեմ ուզում լինել ես հավեր շամփոր հողս է կարոտ սիրտս է կարոտ չեմ ուզում լինել ես հավեր շամփոր սիրունը սիրուն ջան դու իմ Երևան Անուշան, սերիմ հավիտյան, արևս, արև ջան, գիրկըտ բացարա, տղեկըտ կեզ լինեն պահապան, աղ տղեկըտ կեզ լինեն պահապան։ Սրտիս քաղաքում, սերես թողեցի, իմ ընկերներից ես բաժանվեցի Երանի հասնեմ նորից քեզ տեսնեմ ուզում եմ հավետ քո գրկում ապրեմ մանկությունը իմ մի պահ էլ հիշեմ թույլ տուր որ հավետ քո գրկում ապրեմ Սիրունը սիրուն ջան դու իմ Երևան Անուշս անուշան սերիմ հավիտյան Ախ իմ սիրտը յարոտա, յարոտա, յարոտա Երևանիս կարոտա, կարոտա, կարոտա Երանի գնամ տեսնեմ, քեզ հասնեմ Երևան, 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 սիրուն Երևան Սիրունը, սիրուն ջան, դու իմ Երևան Անուշս, անուշան, սերիմ հավիտյան Այո, լսեցինք այս իմ գիտած իմ սիրած առաջին երկը քեզ մեդիկան բայց նոր երկեր գա ուրիշ աշխատանքներ կան alors ça c'est des premières chansons que j'ai écoutées à Dikram mais il y a encore beaucoup et il y a des feats aussi qui en feater վերջերս ավելի հետաքրքիր են c'est très intéressant tu as fait ça aussi tu as fait beaucoup de collaborations je pense hein? Tu connais tout le monde oui, je connais beaucoup de monde et j'ai fait pas mal de nouvelles connaissances, notamment dans le showbiz arménien. J'ai fait un featuring avec un chanteur très talentueux, David Gregg. Je vous avoue que voilà, la chanson a très bien marché puisqu'on comptabilise à l'heure actuelle 5,5 millions de vues sur YouTube.
Donc oui, c'était pas mal et c'était encore une fois un style de musique où je m'y attendais pas, enfin que moi j'interpréterais dans ce genre-là. Donc c'était nouveau pour moi, mais il faut croire que les gens ont apprécié puisque la musique a bien marché, donc c'est super, Oui, tant mieux. c'est ça. Écoutez un peu. Donc. Mais c'est très intéressant. Mais tu as dit ton style. Est-ce que tu peux parler un peu pour ton style? Je pense que c'est la question la plus difficile que tu m'as posée, Aris, parce que en fait, j'aime tellement de styles différents et j'ai tellement de références différentes que je t'avoue que parfois j'ai du mal à me dire, mais Tigran, mais t'es où? Choisis ton propre style, j'ai mon propre style, je me suis peut-être mal interprété, mais j'aime tellement d'horizons différentes et de styles différents et j'ai des références musicaux. Je ne sais pas, ça peut aller de l'opéra au rap que parfois j'ai envie de tout essayer tout simplement pour dire que je suis là, je suis partout en fait. Ben, je pense toujours la même chose. Parfois, écoute, par exemple, je connais, pour les anciens, on peut dire, allez, Port Baldatlian, Harut Pamukchan, il y a un style, ok, on se connaît, à 1980, Ouais, 90. ouais, tout à fait. Mais après, ça changeait aussi. Mm. On a vu beaucoup de coopération avec les Pamukchian et l'autre et tout. Alors, toujours, je pense, tu es de voix. Alors, tu peux faire qu'est-ce que tu veux avec ça et il y a un genre dans ça. Comme c'est ta voix, c'est toi qui chantes. Alors, même par exemple, cette chanson, pour moi, ça donne toi. Comme j'écoute, j'ai dit, ah, ça c'est Tikran. Ouais. Ben, allez, on écoute alors les chansons. Après, C'est parti. peut-être on peut écouter les dernières, une chanson des derniers projets, non? Avec plaisir. Որ գտնեմ քեզ իմ սիրուն Ես անգամ էլ սենց եմ երկել Որ ասես ինչ ես անում Են սարերեմ անեմ եկել Որ գտնեմ քեզ իմ սիրուն Ես անգամ էլ սենց եմ եկել Որ ասեմ դելս սրտի զարկերը Դա նկարագրում է մեր սերը Գիտի որ կտանի մեզ հերու, հերու, հերու Արևին մոտ Լսիր սրտի զարկերը Դա նկարագրում է մեր սերը Հաստատ կտանի մեզ հերու, հերու, հերու Արևին մոտ Alors, on a écouté cette collaboration, on dit, feat. Mais alors, on va écouter aussi les nouvelles chansons des Dikran. Alors, qu'est-ce qu'on va écouter aujourd'hui? Parle un peu de nouveaux projets. Qu'est-ce que tu as des concerts? Il y a Hamerka, il y a Violin. Est-ce qu'on peut, notre écouteur, auditeur francophone, où il peut écouter toi, Spotify, YouTube, oui, tous les réseaux sociaux, oui, à part de ça. Ça va être un peu juste, mais voilà, je vais quand même l'annoncer. Je suis en concert demain au Luxembourg avec un autre artiste arménien qui s'appelle Avoa Damian qui va nous rejoindre d'Arménie. On a aussi des projets de concert, mais un peu plus grand, donc ce sera dans une belle grande salle ici à Bruxelles. Ce sera soit en septembre, soit en octobre. La date n'est pas fixée. Ensuite, on a décidé de faire un tour. Donc, si je ne me trompe pas, Paris, Lyon, Hambourg et Marseille. Donc oui, il y aura encore plein de dates à Bruxelles, c'est sûr. Et sinon, il y a toujours les réseaux. Donc, restez connectés sur ma page Facebook ou Instagram, YouTube. Je poste souvent, je suis très réactif, donc il n'y a pas de souci par rapport à ça. Alors, on peut dire aussi, notre écouteur, chaque fois, vous pouvez trouver également sur Belgaï, et sur les réseaux sociaux et sur belgaï.be, les infos des concerts aussi. Alors, qu'est-ce qu'on va écouter?
Je pense qu'on va quand même écouter la prochaine chanson qui va sortir le 27 mai, qui s'appelle Lanzanot Archik. On a parlé de cette chanson-là tantôt, donc il y a une première partie en arménien, la deuxième partie en français. Et on va vous laisser découvrir ça. Oui, pourquoi pas. Alors, on va laisser... Juste avant, je voulais vous dire que cette chanson, ça va être la première fois qu'elle sera diffusée. Et je suis très content que c'est Belgaï Radio qui diffuse cette chanson pour la première fois. Voilà, en avant-première. C'est Oui. Pour vous. Cadeau. Oui, on est aussi très content. Merci beaucoup. Մտքիցս դուրս չի գալիս Նրա կրակոտ հայացքը հոգուս հանգիս չի տալիս Ամեն տեղ նրան փնտրել եմ Բայց ոչ մի տեղ չեմ գտնում Տեղեր քաղաքվեք ու եկեք Որ տեսնենք ինչ ենք անում Երկար սև մազերով Դաշնագույն աչքերով Քեզ սիրուն աղջկան գտնենք թեկուզ գիշերով Երկար սև մազերով Դաշնագույն աչքերով Kes shpitu kes varkan U e tancanot siruna sirte zarec te gakan Inç nëran te selgëshbellem Im hangistem korcerem Inç elini piti gëtnem Ortanem im tun pahem Kjerka sev mazero Darshna kujn ačkero E siruna qëkan gëtmen Te kus kishero Kjerka sev mazero Darshna kujn ačkero Այո, Հևեսով երկեր։ Շնորհակալ եմ, շնորհակալություն Արիժ ջան։ Հևեսով, քեֆով երկեր։ Ուրեմն, լսեցինք։ Հայրենով սկսանք, հայրենով վերջացնենք։ Տիկրան, ինչս ես։ Ինչ ասեմ, ես նախ եւ առաջ ուզում եմ էլի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել առաջինը մեր հայրենակիցներին, որովհետեւ ճիշտ է, դու ասացիր կարանտինի ժամանակ բելգիացիներն էլ էին ուրախանում, բելգիացիների մոտ էլ էր տարածվել, բայց ես ուզում եմ նշեմ, որ տարածվել է օտարազգների մոտ, որովհետև մեր հայերն են առաջինը տարածել եւ նենց արել, որ այս ամեն ինչը լինի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր մարդկանց, ովքեր հավատում են մեզ, Արիժ ջան, ձեզ եւ ինձ։ Շնորհակալություն եմ ուզում, խորին շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ձեզ հրավերքի համար։ Շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք եւ շատ հետաքրքիր զրույց էր ինձ համար։ Եվ առիթից ուզում եմ օգտվեմ շնորհակալություն հայտնել մի մարդու, որը ինձ համար ուղղակի լեգենդ է եւ ես չեմ կարող իրան չնշել, քանի որ ես
երկարվեստը եւ մուզիկան սկսել եմ լսել եւ սիրել իր շնորհիվ։ Դա մեր մեծն Շարլ Ազնավուրն է, Աստված հոգին լուսավորի, ինքը մեր բոլորի համար անմահ է։ Ես ուզում եմ հատկապես մեծն Շարլ Ազնավուրին շնորհակալություն հայտնեմ։ Ուրեմն հիմա երբ որ ասանք վերջացնենք, անհատեն պետք է Շարլ Ազնավուրյան քո ցայնով մի երգ լսենք։ Լսենք, անանք վերջացնենք։ Սիրով։ Ուրեմն մի երգ ունիս les deux guitares Գարձը մասի գարանք, չէ՞։ Անպայման։ Այո, ուրեմն այս երկու վերջացնենք եւ ասենք կդստվենք Բերգահայ լսելու եւ հետևելու շարունակեցեք ասենք։ De tziganes sans répit grattent leur guitare, ranimant du fond des nuits toute ma mémoire, sans savoir que roule en moi un flot de détresse, font renaître sous leurs doigts ma folle jeunesse. Ech yoras, isham mnoga mnoga raz. Ech yoras, isham mnoga mnoga raz. Jouez de cigale, jouez pour moi, avec plus de flamme, afin de couvrir la voix qui dit à mon âme. Où as-tu mal? Pourquoi tu mal? Ah, t'as mal à la tête, mais bois un peu moins aujourd'hui. Tu boiras plus demain et encore plus après-demain. La la la, yoras, yoras, mnoga mnoga raz. Yoras, mnoga raz. Je veux vivre, veux chanter et saouler ma peine. Faut oublier le passé, qu'avec moi je traîne. Allez, apportez-moi du vin fort, car le vin délivre. Oh, versez-moi encore pour que je m'enivre. La la la, yoras, mnoga mnoga raz. Yoras, mnoga mnoga raz. De guitare à ma pensée, j'ai un trouble immense, m'expliquant la vanité de mon existence. Que vivons-nous? Pourquoi vivons-nous? Quelle est la raison d'être? Tu es vivant aujourd'hui, tu seras mort demain et encore plus après-demain. La la la, mnoga 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 raz. Mnoga raz. Quand je serai ivre mort, faible et lamentable, que vous verrez mon corps enroulé sous la table, alors vous pourrez cesser vos chants qui résonnent. Mais en attendant, jouez de la guitare. Mnoga mnoga raz. Mnoga 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 raz. Mnoga mnoga raz. Mnoga mnoga raz. Mnoga mnoga raz. Mnoga 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 raz. Mnoga mnoga raz. Еще много раз. Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ բոլորիցդ։